Մեր հայ ժողովուրդը այժմ ցնծության, ուրախության տոների մեջ է։ Սկսվում է Արարատյան շաբաթը, որովհետև Արարատյան դաշտում տեղի ունեցավ այն խորհրդավոր իրադարձությունները, որ փոխեց հայոց կյանքը եւ դարձի եկավ հայ ժողովուրդը։ Սիրելիներ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապում 13 տարվա ճգնությունից հետո տեսավ մեր Տիրոջը ոսկե մուրճով, որ հարվածում էր Սուրբ խորան կառուցելու եւ տեսան հրեշտակները բոլոր, որ ինչպես են միաբանվում Սուրբ Տրթատ 3-րդ թագավորը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ ինչպես են նահատակված սրբուհիների մարմինները եկեղեցու հիմքեր դառնում, թե ինչպես է ուրախությամբ ցնծում հայոց աշխարհը, որովհետև Էջմիածին իհորե եւ լույս փառած ընտնա։ Հորից իջավ լույսը, ճշմարիտ լույսը, որովհետև ասաց. իմ կամքը նա է, իմ հոր կամքը նա է, որ ճանաչեք, որ ես եմ հորից առաքված։ Եկել եմ ձեր կյանքը փոխելու, եկել եմ ձեր կյանքը զարդարելու շնորհներով եւ ուրախությամբ։ Փառք Տիրոջը իր տնօրինությունների համար, փառք Տիրոջը այն մեծ լույսի համար, որ ճառագեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելով, փառք Տիրոջը այն ամեն բարությունների համար, որ այժմ եւ դարեդար վայելում է հայ ժողովուրդը։ Մենք էլ այսօր կարողանանք մի կողմ դնել բոլոր տեսակ տարաձայնությունները եւ հիշել, որ Աստված մեզ ընտրել է առաջինը լինելու, անդրանիկ զավակը լինելու, ամբողջ ժողովրդով, պետության ամբողջ իրականությամբ վկայելու մեր Տիրոջ սուրբ անունը եւ ասելու Տեր, ողորմիր մեզ եւ տուր մեզ հնարավորություն նորից վերագտնելու մեր միաբանությունը, նորից վերադառնալու դեպի հայրական տուն եւ Սուրբ Էջմիածնից ճառագած լույսը թող լուսավորի ողջ հայ ժողովրդի ջերմ սրտերը։ Սիրելի հայր, շնորհավորում եմ բոլորիս, Սուրբ Հռիփսիմյան, Սուրբ Գայանյաց, Սուրբ Հովանես Մկրտչի, Աթանագինե եպիսկոպոսի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու եւ Սուրբ Էջմիածնի տոների կապակցությամբ։ Թող Աստված լույսի մեջ պահի ողողված հայոց աշխարհը եւ համայն աշխարհասփյուռ հայությանը։ Ամեն։